Վարչապետ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի հայրենական պատերազմի հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ այդ օրը Ռուսաստան չգնալու պատճառը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն է։ Փաշինյանը այդ մասին Դաշնության նախագահ Պուտինին հայտնել է դեռ ապրիլ 1-յան այցի ընթացքում։ Վարչապետը ճեպազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու երևանյան վերջին այցին, պնդելով, թե Հայաստանն ուկրաինական հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Փաշինյանն այստեղ եւս լրագրողներին հիշեցրել է Ալմաթայի հռչակագիրը, որը ամրագրել է նախկին ԽՍՀՄ պետությունների սահմանները միության փլուզման պահին։ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիրը ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին եւ հացահատիկ, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների խոսքը 2 վագոն ալյումինի եւ 9 վագոն հացահատիկի մասին է։ Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ։ Հիշեցնենք, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ եւ 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ։ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարություն է արել ուղղված Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ում մանդատն է սա, հարցադրում է արել Ռուբեն Վարդանյանը։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարող կազմակերպել այց հայ գերիների կյանքի առողջության իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ, հարցնում է Ռուբեն Վարդանյանը։ Ինչու մինչև օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան 1 տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն, հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է, հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը եւ պահման կենցաղային պայմանները։ Այստեղ պահվողների շարքում կան տարեց 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ, դա նվաստացում է։ Անահիտ Մանասյանը անդրադարձել է Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու հարցին։ Այցի նպատակն օրինակ չի կարող չէ լինել այն, որ Հայաստանի ՄԻՊ-ը գնա այլ պետության մշտադիտարկում իրականացնի։ Հիմա եթե մշտադիտարկումը չէ նպատակը, ո՞րն է նպատակը։ Մենք պետք է նպատակները հստակեցնենք, ասել է նա անդրադառնալով Դավիթ Իշխանյանի հրապարակված դիմումին։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը շարունակում է դժգոհություն առաջացնել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը բանակ զորակոչվածների ծնողների շրջանում։ Նրանք ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա են անցկացրել, նշելով, թե զինծառայողների համար ստեղծվել են անհավասար պայմաններ։ Ծնողները պահանջել են, որ 18-ամսյա ծառայության վերաբերյալ նոր կարգավորումը տարածվի նաև 2025 թվականին զորակոչված երիտասարդների վրա։ Նրանք նաև առաջարկել են ձևավորել աշխատանքային խումբ հարցին լուծում տալու նպատակով։ Մենք ծնողներս հավատացեք, որ մեր հոգու խորքում շատ վատ ենք զգում, ինչու նույն դասարանում նստած երեխաները մեկը ծառայի, ենթադրենք մի խումբը ծառայի տարիուկես, մյուս խումբը 2 տարի, մի քիչ անարդար է եւ անհավասար։ Սա մեր պայքարն է, որ լինի հավասարություն, արդարություն։ Թող լսեն մեր խոսքը։ Արձագանքներն ա եղել, որ հավաքված ժամանակ ասել են գնացեք ինչ-որ ձև կմտածենք, մի բան կորոշենք, սենց, բայց ուրա նորմալ պատասխան չենք ստացել։ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով 2 անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հոդվածով։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Ինչու պետք է Ադրբեջանն ավելի շուտ հասներ Հայաստանի սարերին, քան հայկական զինված ուժերը կհասնեին իրենց դիրքերը։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության падգամավորը համարում է, որ պատասխանատվություն պետք է կրեն ուժային կառույցները, ովքեր 44-օրյա պատերազմին մարտի դաշտում են եղել եւ որոնց սխալների պատճառով թշնամին հաջողություն ունեցավ։ Կան քրեական գործեր, ովքեր որ պատասխանատվություն են կրում պատերազմի համար։ Ոստիկանական այն ստորաբաժանումները, որոնք որ պատերազմի դաշտում զգալի մասով հետնահանջ են ունեցել եւ չեն կարողացել կարգ ու կանոն հաստատել պատերազմի դաշտում։ Ընդ որում նաեւ ռազմական ոստիկանության պետը, որը որ մարտի դաշտում կարգ ու կանոն հաստատելու օրինականություն պահպանելու համար անմիջական պատասխանատվություն պետք է կրի։ Ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա այս ողբերգական վիճակի Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը։ ԿՊԱ-ականներն էլ մեղավորության սլաքները ուղեցին ընդդիմության կողմը, հայտնելով, թե օրինակ արցախցիները լքեցին իրենց հայրենիքը, քանի որ ըստ Ռուբեն Ռուբինյանի ստորագրվեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք ընդ նախագահ, ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում։ Նախընտրական գործընթացների մասին ընդդիմադիրների դիտարկմամբ որքան էլ գործող իշխանությունը խոսում է գալիք ընտրությունների օտարերկրյա միջամտությունը բացառելու մասին, այս օրերին ըստ Արծվիկ Մինասյանի իրենք հակառակն են նկատում։ Իդեպ ընդդիմադիր падգամավորի այս դիտարկման ընթացքում ազգային ժողովի դալիճում ներկա էր նաև Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լատվիայի նախագահը։ Падգամավոր Մինասյանը մեղադրեց եվրոպացի առաջնորդներին նախընտրական այս շրջանում օտարերկրյա միջամտության ուղիղ թիրախավորված ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանում գործող իշխանությանը աջակցելու համար։ Բոլորը իմանան, թե ինչպես է հերթական անգամ իշխող քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգտագործում օտարերկրյա ուժերը սեփական աթոռ եւ իշխանությունը պահելու համար։ Donnez votre soutien au Premier ministre. Իդեպ նախագահական նստավայրում Փաշինյան-Մակրոն համատեղ ճեպազրույցի ժամանակ արտասահմանցի լրագրողներից մեկն էր հարցրել Մակրոնին։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ նրա բացահայտ աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ ընտրությունների գործընթացին։ Մակրոնն էլ հայտնել էր, թե միջամտություններն այն քայլերն են, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Avec des prises de position. Պետք է հասկանալ, թե որոնք են միջամտությունները, այն քայլերը, որոնք փորձում են մանիպուլացնել ժողովրդին ժողովրդավարական երկրում։ Հենց Մակրոնն այստեղ ասաց, թե ինքն անում է այն, ինչ արել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին աջակցելով։ Հավելեց նաև, թե իր արածը բաց դեմքով միջամտություն է, մինչդեռ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, որոնք ըստ Ֆրանսիայի նախագահի փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը կիրականացվի տիպային նախագծին համապատասխան, որի համար կկառուցվի նստեցման կայան։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստում։ Որոշման մեջ նշվում է, որ ներկայում հանրապետությունում շինարարական ծավալների կտրուկ աճին զուգահեռ էականորեն մեծացել է որակյալ շինարարական ավազի պահանջարկը։ Կառավարությունից հավաստիացնում են, որ տիպային նախագծի արկայությունը հնարավորություն կստեղծի կանխարգելելու ոռոգելի հողատարածքների ավազակալումը, ինչը էական նշանակություն կունենա գյուղատնտեսական հողերի բերիության պահպանման համար։ Երևանի ավականու նիստում քաղաքապետը անդրադարձել է քաղաքի համար կարևոր խնդրին մշակութային հուշարձանների պաշտպանությանը, որոնք ըստ նրա քաղաքային իշխանությունն ամեն գնով փորձում է վերացնել եւ վերացնում է։ Երկրորդը հետիոտնային շարժի հատվածում գտնվող կառույցներն են, ասել է քաղաքապետը։ Երրորդը այգիներում գտնվող տարատեսակ կառույցներն են, իսկ չորրորդը բակերում գտնվող ինքնակամ շինությունները։ Նաեւ անդրադարձ է կատարվել քաղաքի կարևոր խնդրին, նշելով, որ գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, 93 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ կառուցելու կարիք կա, իսկ ավելի քան 73 կիլոմետրի դեպքում անհրաժեշտ է հիմնանորոգում։ Նա նաև վստահեցրել է, որ 5-6 տարում ամբողջ կոյուղատար համակարգը կթարմացվի։ Եթե մենք քննարկում ենք կարևորագույն ջրի եւ այդ ջրամատակը կոյուղիների բանի հարցը եւ այլն, իշխանությունը չպետք է դուրս գա այդ հարցը լուրջ բան ենք քննարկում, մոտեցումներ կա, առաջարկներ կա, պետբյուջեն է սա տալի, էֆեկտիվության խնդիր կա։ Ալ Թորոսյանը երբ խոսում է աշխատանքներից, համակարգայնությունից այդ աշխատանքների կազմակերպման
Ես միշտ ուզում եմ հիշել 2018 թվականից 2021 թվականները ընկած ժամանակահատվածը եւ այդ ժամանակ իրականացված այդ համակարգային աշխատանքները եւ լուծումները, որոնք որ իրականում երբ տենց մի փոքր ավելի դետալային խորանում ես, երբ այդ փոշին եւ դումանը մի կողմ ես դնում, հասկանում ես, որ ուղղակի բացակայել է, առհասարակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ չի հանդուրժի որևէ ընտրակեղծիք եւ իր պաշտոնավարման 3.5 տարվա ընթացքում երբեք առավելություն չի տվել ընկերներին, նախկին համախոհներին կամ ազգականներին։ Նա ընդգծել է, որ քաղաքական կապերը չեն ազդում իր որոշումների վրա, իսկ նրա ազնվությունն ու կենսագրությունը կասկածի տակ դնել է համարում է վիրավորական։ Բոլոր քարոզչական նյութերը, որոնք որ ցանկացած հարթակում որ տարածվելու են, այսինքն վճարովի հիմունքներով տարածվելու են, այդ գումարները պիտի հատկացվեն իրենց նախընտրական հիմնադրամներից, այսինքն դա պիտի արտացոլվի իրենց հայտարարներում, այսինքն իրենք պիտի դա ամբողջությամբ ցույց տան։ Ինչ վերաբերում է քարոզչական նյութերի բովանդակությանը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի դեպքում կարող է, այսպես ասենք, միջամտել, եթե դա վերաբերում է, այսպես ենք, ընտրությունների վերաբերյալ, նրանք ընտրական համակարգի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Հայաստանում սահմանվել են հստակ իրավական նորմեր, որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ նման արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաների տրամադրման մերժումը։ Դա իրականացվում է այն դեպքում, երբ լիցենզիայի տրամադրումը վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին։ Նախկինում գործող իրավական նորմերը չէին նախատեսում լիցենզիայի հայտը մերժելու հնարավորությունը։ Հայաստանը պաշտոնապես պատրաստվում է հյուրընկալել գինու աշխարհի ամենահեղինակավոր միջազգային մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles 2026-ը։ Մրցույթի կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 684 միլիոն դրամ։ Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ավելի քան 370 միջազգային փորձագետներ եւ շուրջ 400 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Սա բացառիկ հնարավորություն է հայկական գինիները միջազգային շուկայում ներկայացնել եւ երկրի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու համար։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հրթիռները մեծ մասամբ ոչնչացված են եւ հավանաբար հիմա նրանք ունեն դրանց 18-ից 19%-ը։ Ըստ Թրամփի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք համաձայնել են դրան։ Իրանի հետ գործարքը կկնքվի, նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել, բայց վերջնաժամկետ չի լինի, ասել է Թրամփը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի Ուկրաինայի մայրաքաղաքին։ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքը։ Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի, Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ։ Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշական նոտա է ուղարկել արտաքին գործերի նախարարությունին կից հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը առաջարկել է առաջիկայում վճռական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում զգալիորեն կրճատել կառավարության անդամների եւ պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների թվակազմը։ Վուչիչը կողմ է արտահայտվել նաեւ բազմաթիվ գործակալությունների, գրասենյակների ու վարչությունների լուծարմանը, որոնք ինչպես նա է ձևակերպել գոյություն ունեն զուտ գոյություն ունենալու համար եւ չունեն գործունեության որևէ իրավական հիմք։ Բացի այդ, Սերբիայի նախագահ մատնանշել է լրացուցիչ ապակարգավորման անհրաժեշտությունը։ Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով աշխարհում 34-րդ հորիզոնականից իջել է 50-րդ հորիզոնական։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2026-ը բացասական միտումներ է ֆիքսել Հայաստանում։ Միջազգային կազմակերպության գնահատմամբ Հայաստանում մամուլի ազատության վիճակը խնդրահարույց է, իսկ անկումը վկայում է համակարգային խնդիրների մասին։ Չնայած Հայաստանի մեդիա դաշտի թվացial բազմազանության, այն շարունակում է մնալ խիստ բևեռացված։ Երկիրը կանգնած է ապատեղի
տեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ ալիքի առաջ, որը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, անվտանգության խնդիրներով եւ այն հանգամանքով, որ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ։ Քաղաքական ինդիկատորը մեզ մոտ անցած տարի եղել է 33, դարձել է 57 եւ մյուսը security indicator, այստեղ էլ մեծ աղմկում ունենք, սա վերջինն է, թե օրինակ լրագրողների կալանավորում, նրանց նկատմամբ բռնություն, ոտնձգություն, հայոյանքներ։ Միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն Հայաստանում մեդիայի բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի պառակտումը, հատկապես գայուն են Ադրբեջանի հետ բանակցությունները ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Այս թեմաների շուրջ լրագրողները հաճախ դառնում են համակարգված ապատեղեկատվական արշավների եւ թիրախային հարձակումների զոհ։ Թեև զրպարտությունն ապաքրեականացված է, իրավական միջավայրը շարունակում է թերի պաշտպանել մամուլի ազատությունը։ Պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է, իսկ դատական համակարգի գործիքներով ճնշումը մեդիայի նկատմամբ խթանում է ինքնագրաքննությունը։ Երբ երկրում լարվածությունն աճում է, երբ լինում են պատերազմներ, քաղաքական իրադարձություններ, բնականաբար աճում են լրագրողների դեմ բռնությունների դեպքերը, աճում են քրեական գործերը, ցուցանիշն էլ հաջորդ տարի ենթադրաբար նվազում է։ Հայաստանում տեղեկատվության հիմնական աղբյուրը բնակչության մեծ մասի համար սոցիալական մեդիան է։ Հեռարձակվող եւ էլեկտրոնային մեդիայի մեծ մասն էլ շարունակում է գտնվել քաղաքական եւ տնտեսական ազդեցությունների ներքո։ Սոցցանցերում մեզ մոտ բավական անհանդուրժողական վերաբերմունք կա լրագրողների նկատմամբ, օրինակ ընդդիմադիր ուժերը, գործիչները քարկոծում են իշխանությունների նկատմամբ ավելի կառուցողական տրամադրված լրատվամիջոցներին կամ չեզոքներին, իշխանությունները քարկոծում են ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Փորձագետները նշում են, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գալիք ամիսներին եւ տարիներին մեծապես կախված է լինելու ընտրական գործընթացների ավարտով։ Եթե ընտրություններից հետո չգրանցվեն ցնցումներ, ապա խոսքի ազատության ցուցանիշները կբարելավվեն, քանի որ մեդիայի նկատմամբ ճնշումների պատճառներ չեն լինի։ Հակառակ դեպքում ոչ ստաբիլ վիճակը կարող է հանգեցնել մեդիայի ազատության մակարդակի վատթարացման։ Մայիսի 6-ին Աբովյան քաղաքի Արսունուխու ճյուղում բախվել են BMW X5-ը եւ VAZ-2121-ը։ Վարորդները օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից։ Ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Մայիսի 5-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հաջարյան մեկ հասցեում գտնվող Բուսաբանության ինստիտուտի մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում դի է հայտնաբերվել։ Համայնքային ոստիկաններն ու քննիչներն են պարզել, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օրլովան է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։